Ազգային ժողովում այսօր հերթական աղմուկոտ միջադեպն է գրանցվել Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ ՀՊԱ-կան պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին, երբ նա հնչեցրել է կաթողիկոս բառը։ Վարդանյանը մի պահ դադար տալով հեգնել է, ասելով եկեք շարունակենք խաղը եւ կրկնել իր նախադասությունը։ Նա ՀՊԱ-ականների պահվածքը մանկապարտեզի նախապատրաստական խմբի վարքագծի է նմանեցրել։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ պատգամավորներին կոչ է արել դադարեցնել աղմուկը։ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բրավո։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինչ թվում է հերիք է, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանի Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի այդտեղ ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է վերանշանակել 3 պետական կառույցների ղեկավարների՝ խոսքը պետական եկամուտների կոմիտեի նախագահ եւ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի մասին է։ Խորհրդարանական ընտրություններից հետո երեքն էլ այս պաշտոնները ժամանակավորապես են զբաղեցնում։ Էդուարդ Հակոբյանը պետական եկամուտների կոմիտեն ղեկավարում է 2024 թվականի վերջից։ Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության կոմիտեն մոտ 2.5 տարի, իսկ Սուրեն Թովմասյանը կադաստրի կոմիտեն ղեկավարում է շուրջ 7 տարի։ Ազգային ժողովում շարունակում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումները։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայկ Վարմանյանի թեկնածությունը։ Խորհրդանում միջայց քննարկվել է 2 թեկնածություն՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վիլեն Գաբրիելյանի եւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արուսյակ Ջուհակյանի թեկնածությունը։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ուրախ եմ, որ ինձ առիթ է ընձեռնվել ներկայացնել Ուժեղ Հայաստան դաշինքի կողմից առաջադրված ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու իմ լավ ընկեր պարոն Հայկ Լևոնի Վարմանյանին։ Համոզված եմ, որ պարոն Հայկ Վարմանյանը իր մասնագիտական փորձով եւ ոլորտային գիտելիքներով նոր շունչ կհաղորդի այս ոլորտում ֆինանսական վերահսկողության մակարդակի բարձրացմանը եւ կնպաստի ոլորտին առնչվող խորհրդարանական գործիքակազմի արդյունավետ իրականացմանը։ Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանը խորհրդանում քննադատել է ընդդիմությանը, հայտարարելով, որ նրանք ժամանակակից խնդիրներին փորձում են մոտենալ հին սոֆթով։ Կոնջորյանը Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ասել է, որ ընդդիմությունը iPhone 17-երով եկել, բայց iPhone 4-5-ի սոֆթով է փորձում բուքսավատ անել։ Կոնջորյանի խոսքով ընդդիմությունը քաղաքացիներին պատմական Հայաստանի երազանքն է վաճառում, մինչդեռ քաղաքական օրակարգը պետք է համապատասխան լինի իրական կյանքի պահանջներին։ Խնդրում եմ մի հատ այսօր տաքսի կանչեք, իջեք նստեք, ասեք բարև ձեզ, քշի Արարատ, լեր, քշի բան, Էրզրում, քշի մի րոպե, քշի Էրզրում, չէ, բայց որ հետախուզման տակ չլինեի, կարող է տաքսիստը քշեր Էրզրում, կարար, տաքսիստը, ասենք դու մտնում ես, Յանդեքս կամ ինչ-որ մեկ այլ գալիս է, Նարեկ Կարապետյանը նստում է, բանը, տաքսիստն ասում է ուր են գնում, ասում է Էրզրում, դու պատկերացնում ես, ես հասկանում եք, ես կարող եմ տաքսի կանչել, նստել է տաքսին եւ այս տարածքում ներառված ցանկացած կետ ասել գնա։ Դուք չեք կարա դա ասեք, որովհետեւ ձեր սոֆթը, պարոն Կարապետյան, պրոբլեմն է, որ ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է։ Մի 4, 5, 6, 700 տարի առաջվա սոֆթ է, հասկանում եք։ Ձեր սոֆթը հին է, հասկանում եք, պարոն Կարապետյան, պրոբլեմն է դա, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4-5-ի սոֆթով ուզում եք sense բուքսավատ անել, ասենք, ու մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ։ Պրոբլեմն է դա, դուք այս աշխարհի ժամանակակից աշխարհի մեջ եկել եք, ուզում եք բան, ասենք, նավատորմով գնալ եւ հասնել չգիտեմ ուր։
Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է եկեղեցու պաշտպանության վերաբերյալ իշխանության գնահատականներին։ Նրա խոսքով եկեղեցուն աջակցելու մասին հայտարարությունները քննչական մարմինը, դատախազությունն ու դատարանը գնահատել են որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Վարդևանյանն անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործին նշել է, որ նրան մեղսագրվող հոդվածը միջին ծանրության է, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Հիմա ես ասում եմ, մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Զգում եք, չէ՞, ոնց է կոչը գալի իշխանությունը բռնությամբ զավթելու։ Բայց հիմա եկեք ավելի հետաքրքիր հանգամանք բացահայտենք։ Սամվել Կարապետյանը բացառապես այս հոդվածով, որն ի դեպ միջին ծանրության է։ Պատկերացնում եք, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր, որ պետք է ունենանք այլընտրանքային խափանման միջոցներ, որ կալանքը չպետք է լինի միակ խափանման միջոցը։ Այս մեղադրանքը միջին ծանրության է։ Եվ Սամվել Կարապետյանի նկատմամբ միայն կալանքն է կիրառվել։ Միայն։ Լավ, սա նորմալ է, ժողովուրդ ջան։ Նորմալ չի, ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, բայց սա է այն իրականությունը։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ամուսնու շուրջ 50 օր կալանքի տակ գտնվելու մասին։ Նրա խոսքով այս ընթացքում Չալաբյանին չեն կարողացել տեսակցել ոչ ընտանիքի անդամները, ոչ պատգամավորները։ Հանդիպել թույլատրվում է միայն պաշտպաններին։ Ադամյանն ասել է, որ երեխաների համար հատկապես դժվար է հասկանալ, թե ինչու հայրը տանը չէ եւ ինչումն է նրա մեղադրանքը։ Նա նաեւ նշել է, որ Չալաբյանն առողջական խնդիրներ ունի եւ պարբերաբար բժշկական հսկողության ու հետազոտությունների կարիք ունի։ Ադամյանի խոսքով ամուսինը պահվում է փոքր խցում եւս 3 անձի հետ, որոնցից 2-ը ծխում են։ Երբ որ մարդիկ գալիս են առավոտվա 7-ին, դուրը թափում են ներս են մտնում ու սկսում են տունը փնտրել, պարզը բոլորը քնած, ինչ որ քնից արթնանում են, երեխաներն էլ հետ է, մեկի սենյակից են հանում, որ սենյակը, ասենք երեխաների սենյակում ինչ որ խոզարկություններ անեն։ Ոչ մի բան չեն գտնում, այսինքն ես չգիտեմ, ինձ թվում է դա ձևական էր ամբողջ, իրենք ոչինչ չէին փնտրում, միակ բանը որ վերցրեցին դա Ավետիքի հեռախոսն ու վերջում ասացին, որ ձերբակալում են։ Այսինքն դա ինչ-որ sense ինչ-որ քայլեր հաջորդականությունը միանգամից կարող էին ասել ձերբակալության թույլ տանին։ Հոգեբանորեն իրանց համար իհարկե բարդ է, իրանց շատ դժվար է բացատրել, թե կոնկրետ ինչի համար է Ավետիքը հիմա գտնվում բանտում։ Ինչու են իրեն մեղադրում, ինչ վատ բան են կարել, այսինքն բացատրում ենք, որ ոչինչ չկա այդ գործի մեջ, ոչ մի փաստացի հիմք չկա եւ հիմա նախաքննությունը վերջացել է փաստացի գործին ծանոթանալուց հետո այնտեղ ոչ մի, այսպես ասած, քրեական արարքի մասին նույնիսկ բան չկա։ Վիճակում է նա հիմա։ Ավետիքը ունի որոշակի առողջական խնդիրներ, որի հետ կապված ինքը անընդհատ հետազոտություններ էր անցնում, սրտաբանական այս պահին Փառք Աստծո ոնց որ թե նորմալ է առողջական վիճակը, բայց մենք միշտ հետևում ենք այդ իրավիճակին, իմաց բանտն էլ ոչ մեկի վրա, ասես ասես դրական ազդեցություն չի թողնում առողջության տեսակետից։ Արաբկիր վարչական շրջանի էլիտար շենքեր, հարամալնի սենց էլիտարը, որ պտի մերնեք դուք ձեր վիոլաջերով, Եստեն նայարա։ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբայեդով 17 շենքի բակում շուրջ 1 շաբաթ է կոյուղատարի վնասման պատճառով ստեղծվել է հակասանիտարական վիճակ։ Կոյուղաջրերը հոսում են բակով, հասնում Գրիբայեդովի գլխավոր փողոց, ապա Մամիկոնյաց փողոց ու Կոմիտասի փողոց։ Բնակիչների խոսքով խնդրի մասին օրեր շարունակ ահազանգում են Veolia ջուրընկերությանն ու վարչական շրջանի ղեկավարությանը, սակայն հարցը դեռ չի լուծվել։ Նրանք դժգոհում են նաև գարշահոտությունից ու հնարավոր առողջական վտանգներից, պահանջելով անհապաղ վերացնել վթարը։ Բնակիչները նշում են, որ խնդիրը չլուծելու դեպքում պատրաստ են կտրուկ միջոցների դիմել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է ազգային ժողովում վեհափառ Հայրապետի մասին տեղի ունեցած քննարկմանը, քննադատելով իշխանական պատգամավորների պահվածքը։ Նրա խոսքով վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելը վիրավորում է ոչ միայն Գարեգին II-ին, այլև հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավորներին։ Մելիքյանը հիշեցրել է, որ եկեղեցականը ձեռնադրմամբ եւ օծմամբ ստանում է նոր անուն, նոր կարգավիճակ։ Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով որևէ մեկը վիրավորում է ոչ միայն եւ ոչ այնքան նորին Սուրբ օծություն Տեր Գարեգին II սրբազնագույն եւ վեհափառ Հայրապետին, այլ ինձ ու հայ առաքելական Սուրբ եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի։ Թվում է, թե նրանք առաջնորդվում են ուկրաինական սցենարով, բայց անկախ նրանից, թե ում ձեռագիրն են կրկնօրինակում, այս գործելավոճը բացահայտորեն խախտում է եվրոպական իրավունքը, խախտում է միջազգային իրավունքը, ոտնահարվում է նաեւ այս եկեղեցու 1700-ամյա պատմությունն ու անտեսվում եկեղեցու առանցքային դերը հայ ժողովրդի պատմության եւ հայկական կյանքի
համակարգի ընթացիկ զարգացման գործում։ Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չի կարող լռության մատնվել։ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 5-ին Ջրվեժում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում։ Այս մասին գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Պարբերականի տեղեկություններով հարսանիքին հրավիրված են քաղաքական եւ իշխանական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները։ Հարսանիքի գլխավոր քաղաքական ինտրիգը ըստ թերթի Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։ Հայտնի չէ Փաշինյանը կմասնակցի, թե ոչ Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությանը։ Ըստ պարբերականի Ալեն Սիմոնյանի հարսնացուն վաղուց նրա օրինական կինն է, որի հետ հարաբերություններն օրինականացրել է մոտ 1 ամիս առաջ։ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը իրավապահները դեռ չեն հայտնաբերել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նորածնին հայտնաբերած Նարեկ Պողոսյանն արդեն անուն է ընտրել աղջնակի համար՝ Անգել։ Նա պատմել է, որ պարբերաբար այցելում է փոքրիկին, հագուստ ու անհրաժեշտ պարագաներ է տանում եւ պատրաստվում է նրան աջակցել նաեւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Սակայն որդեգրման որոշում դեռևս Նարեկի ընտանիքը չի կայացրել։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը քննադատել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ հարուցված քրեական գործը, այն որակելով կեղծ եւ պնդելով, որ իշխանությունները փորձում են եկեղեցին վերածել վարչապետի աշխատակազմի ստորաբաժանման։ Ամստերդամի խոսքով այս գործողությունները խախտում են եվրոպական եւ միջազգային իրավունքը, ինչպես նաեւ ոտնահարում հայ առաքելական եկեղեցու դերն ու պատմությունը։ Նա կոչ է արել Վաշինգտոնին եւ Բրյուսելին արձագանքել Հայաստանում մարդու եւ կրոնական ազատությունների իր բնորոշմամբ կոպտագույն խախտումներին։ Ազգային ժողովում շարունակվում են լարված քննարկումները։ ՔՊԱ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը խոսել է եկեղեցու ներսում աշխատանքային պայմանագրերի եւ հարկային կարգավորումների մասին։ Նրա խոսքով եկեղեցում պետք է լինեն աշխատանքային պայմանագրեր։ Ղազարյանը հարց է բարձրացրել, թե ինչու եկեղեցին պետք է հարկեր չվճարի, նշելով, որ ընդդիմությունը սեղաններին դմդմացնելով պաշտպանում է եկեղեցու հարկային կարգավորումների հարցը։ Ինչ հայրական տեղի ունեմ, ինչ պետքա լիներ, պետքա լիներ աշխատանքային պայմանագիր, որը կշրջանակեր հարաբերությունները, առաջին կետով կգրվեր լիազորությունները դադարում են, առաջին երբ տեղափոխվում է թեմը, երկրորդ մահանալու դեպքում, ենթադրում եմ էլի պարոն Վարդևանին, կուղղեք եթե սխալվում եմ, կամ ձեր խմբակցությունից էլի լիքը իրավաբաններ կան, չէ՞, պարոն Մխիթարյան, պարոն Ասլանյան, պարոն Հարությունյան, երրորդ կետով կամ 6-րդ կետով պետք է գրված լիներ կարգալուծության դեպքում եւ կփակվեր թեման, բայց չէ։ Հիմա մեր ընդդիմադիր գործընկերները շատ էնտուզիազմով պաշտպանում են աշխատանքային պայմանագիր չունենալու իրավունքը եկեղեցու ներսում։ Ինչի՞։ Ինչ կլիներ, եթե լիներ, ով կարա ասի, ինչ կլիներ, եթե լիներ։ Հարկեր պիտի տային։ Կհարկվեր, չհարկվելու իրավունքն են պաշտպանում։ Այդ է խնդիրը, ժողովուրդ ջան, այդ չի շատ էս կոմենք ընկնել։ Եկեղեցու հարկային կարգավորումների հարցն են պաշտպանում, սեղաններին դմդմփացնելով, երբ որ անհարմար թեմաներից են խոսում։ Ինչի պիտի եկեղեցին հարկեր չտա։ Աստված ինչ որ տեղը տենց բան է ասել։ Իմ հիշելով, երբ որ փարիսեցիները փորձում էին Քրիստոսին համոզել, որ ռոմեական կայսերը պետքա հարկեր չտան, Քրիստոսը ասաց. ոչ, տվեք կայսերինը կայսերը, Աստծունը Աստծուն։ 4 ավետարանիչներից 3-ը այդ մասին գրել են, եթե գոնե 2-ը կարդացած լինեք, իսկ ես վստահ եմ, որ կարդացել եք բոլորդ, նկատած կլինեք այդ տեսարանը։ Այդ է տեղի ունեցել։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենց համար անկախության հռչակագիրը Հայաստանի ծննդականն է եւ դեմ է այն մոտեցմանը, որ պետք է այն փոխարինվի Ադրբեջանի պահանջներին համապատասխան սահմանադրությամբ։ Կարապետյանի խոսքով իրենք խաղաղության կողմնակից են, սակայն խաղաղությունը չպետք է ձեռք բերվի Հայաստանի եւ ազգային շահերի հաշվին։ Նա նաեւ նշել է, որ իրենց թիմը պատրաստ է քաղաքական ճնշումների եւ պատգամավորները պետք է գիտակցեն, որ ՔՊ-ի որոշումներին դեմ քվեարկելու դեպքում կարող են ենթարկվել քաղաքական ռեպրեսիաների։ Մեր անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Առանց մեր երկրի ծննդականի, ասենք ծննդականը հասնենք 35 տարեկան վառենք, մենք խաղաղության ջատագովն ենք, մեր հայտարարությունը եմ դա ասել ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք,
Ալիևի բերած համանդրությունը անցկացնենք, Ալիևի առաջարկած բերած ամեն օր այդ մարդիկ հայտարարում են, որ իրենք սպասում են վերջին Բայրամովը ամենանավանականությամբ թե Հաջիևը մի շաբաթ առաջ հայտարարեց, որ մեծ հնարավորություններ կա, որ համանդրական հանրաքվե լինի իրենց հանրաքվեն է, իրենց բերած, դա մեր երկրի համար, ապագայի համար էլ սխալ ճանապարհ է, մենք չենք կարող մեր ծննդականը վառենք, մենք չենք կարող ընդունենք մի համանդրություն, որ իրանք են ասում։ Դուք ինչ եք անել ձեր խմբակցությունները։ Աշխատանքային ֆորմատով, երբ որ ժամանակը գա, մենք երկար սեսիաներով մեր հասարակությանը բացատրելու ենք ամեն մեր քայլը, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, թե ինչպես ենք մենք տեսնում խաղաղության հասնելու ճանապարհը։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը իմ այս ուղերձը ուղի ուշադրություն վերցնի։ Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց մենք առաջարկելու ենք տարբերակներ, որը չի ստորադասի մեր երկրի եւ մեր ազգի շահը, եւ ստիպված չենք լինի Ալիևի համանդրությունը, Ալիևասի համանդրություն ընդունենք, մենք գանք 1.5 միլիոն մարդով ընդունենք։